Եթե տղամարդու մոտ առաջանում են որովայնի հետ մեկտեղ, եթե նկատում են մոտիկները թեկուս, իր մոտիկները, ինքը կարող է չուզենալ դրա մասին մտածել, ես շատ եմ առնչվել նման դեպքերի հետ, ինքը մարդը, տղամարդը, մանավանդ երիտասարդ, ինքը չի ուզում առնչվել, առերեսվել իր խնդիրի հետ, եթե մոտիկները, հարազատները, հատկապես կինը կամ սեռական պարտնյորշան, որը սիրում է իրեն, եթե նկատում է, որ որովայնի, այսպես մեծացման հետ մեկտեղ վատացել է իրենց սեռական կյանքը, իջել է որակը սեռական կյանքի, այս կինը պետք է վազելով, այսպես ասած, իր սիրելի ձեռքը վերցնի և տանի բժշկի, տեսեք, ինչու, որովհետև վտանգված է նրա սիրտանոթային համակարգը, ինչու է առաջնահերթ նկատվում էրեկտիլ դիսֆունկցիայի ձևով, որտև մենք գիտենք, եթե մենք վերցնենք զուտ բժշկական տեսակետից, զուտ ֆիզիկական տեսակետից, հոգեբանականը թողնենք մի կողմ, ինչ բան է առողջ էրեկցիան, դա առողջ անոթներն են բազմաթիվ, որոնք լցվում են լիարժեք արյունով, եթե մենք ունենք էրեկտիլ դիսֆունկցիա, նշանակում է անոթները ախտահարված են և քանի որ այստեղ մանր անոթներ են ստեղ, առաջնահերթ ավելի շուտ զգացվում է մանր անոթների վրա, բայց սրտում արդեն կան խոշոր անոթներ, որոնք դեռ ախտահարված չեն կամ սկսել են ախտահարվել և ժամանակի հարց է, եթե տղամարդը ուշադրություն չդարձնի իր էրեկտիլ դիսֆունկցիայի վրա, ինքը կհայտնվի հիվանդանոցում լավագույն դեպքում սիրտանոթային պատահարով, սա է վտանգը։